Սա հօգուտ Աստծո գոյության փաստարկների շարքն է, եւ այս տեսանյութում խոսելու ենք իմացաբանական կամ ճշմարտությունից փաստարկի մասին։ Մի պահ մտածեք հետևյալի շուրջ. ինչ է 2 գումարած 2 հարցի պատասխանը։ Իհարկե 4։ Սակայն երբ է 2 գումարած 2-ը դարձել 4։ 1000 տարի առաջ, միլիոն տարի առաջ, թե այն միշտ այդպես է եղել։ Իսկ եթե վաղը ողջ մարդկությունը որոշի, որ 2 գումարած 2 հավասար է 5, արդյոք այն 5 կդառնա։ Իհարկե ոչ։ Նույնը վերաբերվում է տրամաբանության օրենքներին։ Նույն իմաստով եւ նույն ժամանակ որևէ պնդում չի կարող միաժամանակ եւ ճշմարիտ լինել եւ կեղծ։ Սա կարծիք չէ, սա մշակութային արդյունք չէ։ Սա չի փոխվում։ Այն գործում է բոլոր մարդկանց համար եւ բոլոր ժամանակներում։ Բայց այստեղ առաջանում է մի կարևոր հարց։ Եթե իրականությունը բաղկացած է միայն նյութից եւ էներգիայից, ապա որտեղ գոյություն ունեն այս ճշմարտությունները։ Որտեղ է գտնվում 2 գումարած 2 հավասար է 4-ը։ Որտեղ են գտնվում տրամաբանության օրենքները։ Դրանք ատոմներ չեն, քիմիական նյութեր չեն, տարածության մեջ տեղ չեն զբաղեցնում։ Սակայն բոլորս գիտենք, որ դրանք իրական են։ Մենք ամեն օր օգտագործում ենք դրանք մտածելու, գիտությամբ զբաղվելու եւ ճշմարտությունը որոնելու համար։ Հենց այդ պատճառով Սուրբ Օգոստինոս Հիպոնացին եւ այլ անվանի թեիստ փիլիսոփաներ եզրակացնում են, որ այսպիսի հավերժական եւ անփոփոխ ճշմարտությունները ավելի լավ են բացատրվում ոչ թե նյութական, այլ բանական հիմքով։ Եթե գոյություն ունեն հավերժական տրամաբանական ճշմարտություններ, որոնք գոյություն չունեն ֆիզիկապես եւ բացահայտվում են միայն բանականությամբ, ապա տրամաբանականը եզրակացնել է, որ դրանց հիմքում նույնպես գոյություն ունի հավերժական բանականություն։ Տրամաբանության օրենքները, մաթեմատիկական ճշմարտությունները եւ այլ աբստրակտ իրողությունները լավագույնս հասկանալի են, եթե դրանք արմատավորված են հավերժական եւ բանական մտքի մեջ։ Եվ հենց այդ հավերժական բանականությունն է, որին կոչում ենք Աստված։